Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Հիշում եք Վարդանի ձերբակալման օրերին, երբ որ մենք պայքարում էինք նրա ազատության համար, անարդարության դեմ, քանի որ դա քաղաքական հետապնդում էր, մենք որոշեցինք, որ միշտ էլ արձագանքելու ենք քաղաքական հալածմանը, հետապնդումներին, երբ որ զգում ենք դա արդարացի չէ։ Այսինքն մեր պայքարը ոչ թե անձի համար է, այլ արդարացության, արդարադատության համար, կապ չունի թե դա ում կվերաբերվի։ Ով էլ ուզում է լինի որևիցե անարդարության հետ առնչվելու դեպքում, մենք պարտավոր ենք ուղղակի բարձրացնել մեր ձայները։ Այնպես որ խտրականություն չենք դնում ոչ մեկի միջև եւ եթե տեսնում ենք անարդարություն, պետք է դրան արձագանքենք։ Շատ էինք զբաղված Վարդանի գործերով, աշխատելով նրան օգնել, քանի որ դա աղմկահարույց բանտարկություն էր, Վարդանն էլ հանրաճանաչ մարդ էր եւ սկզբից հիշում եք, որ մենք կարծում էինք առևանգել են կամ կյանքին վնաս է եղել, անհետացել է եւ այլը, ամեն ինչ սկսվեց այդ խառնաշփոթ վիճակից, շատ պայքարեցինք, շատ էինք զբաղված։ Ինձ թվում է հիմա ժամանակն է անցնել նաև մեկ այլ մարդու մասին խոսել եւ հետագայում ըստ ժամանակի հարմարավետության կխոսենք նաև այլ քաղաքական բանտարկյալների մասին, ես լիստը կգտնեմ ցուցակը եւ կխոսենք թե ինչու են ձերբակալվել եւ ինչ է նրանց վիճակը, ինչ են մեղադրանքները, ինչքան կկարողանամ գտնել ինֆորմացիա նրանց հանդեպ, տեղեկություն։ Այսօր խոսքը գնալու է Արտակ Սարգսյանի մասին։ Կենիայում նրանց անվանում էին Arthur Brothers։ Ես լավ չեմ կարողանում հիշել ինչպես էր իր ընկերոջ անունը, Arthur Մարգարյան, թե ինչպես թող ներող լինեն, համենայն դեպս անցնենք առաջ, խոսքը վերաբերվում է այս պահին Արտակ Սարգսյանին։ Արտակ Սարգսյանը այժմ ունի արձանագրել է Քոչարի կուսակցությունը եւ նրա ղեկավարն է։ Արտակ Սարգսյանը եկավ Հայաստան այն ժամանակ, երբ որ Բագրատ Սրբազանը կազմակերպել էր միտինգներ, ժողովներ, հրապարակում եւ այլն։ Երկար տարիներ բացակայելուց հետո թե ինչ, նա եկավ Հայաստան։ Շատ մանրամասներ ինձ տեղյակ չեն, կասեմ այնքան, ինչքան գիտեմ, ինչքան ուսումնասիրել եմ եւ կասեմ իմ տեսակետը, տեսանկյունը եւ եզրակացությունը։ Մի խոսքով, այս մարդը, հայ մարդը վերադառնում է հայրենիք տարիներ բացակայությունից հետո իր փորձով, իր հաջողություններով եւ այլը, ինչով որ զբաղվել էր, ամեն ինչ թողած հետևում, վերադարձել էր հայրենիք, միգուցե մասնակցելու այդ շարժմանը եւ հանկարծ շատ կարճ ժամանակ հետո ձերբակալվում է։ Առանց դատապարտման, առանց հստակ մեղադրանքների, պարզապես կալանավորվում։ Սա հորինվածք չէ եւ տեղի ունենում Հայաստանի Հանրապետության մեջ, սա իրականություն է։ Սկզբում նրան մեղադրում էին իբր զենք պահելու մեջ, այդպես էին գրում թերթերը, զենքի պահելու կասկած կա, թե ինչպես կարող է կասկած լինել, այն կամ կա, կամ չկա, եւ դա շատ հեշտ կարելի է պարզել հենց այդ ձերբակալման մոմենտին, ակնթարթին, թե դա ինչպես է հետո պարզվելու, ես չեմ հասկանում, եթե այդ բան չկա, հետո ինչպես է լինելու։ Հետո տարածվեցին լուրեր, որ իբր փնտրում են նրա դեմ փաստեր, թմրամիջոցների առևտրի կազմակերպման եւ այլը նման հարցերի շուրջ, բայց չկարողացան ոչ մի փաստաթղթեր գտնել, հաստատող այդ ամենը, ապացույցներ գտնել եւ այլը։ Այսինքն 1 տարի անցել է, չեն կարողանում գտնել այդ փաստաթղթերը,
ապացույցները եւ դեռ մարդը գտնվում է տնային կալանքի մեջ։ Նրա մարդկային իրավունքները սահմանափակված են, ազատությունը սահմանափակված է եւ մինչեւ օրս 1 տարվա ընթացքում մեր խելացի քննիչները չեն կարողացել գտնել որևիցե ապացույց։ Ինտերպոլին են դիմել, բավական մի շարք երկրների են դիմել եւ ոչ մի տեղի չեն կարողացել նրա վրա գտնել որևիցե քրեական գործ։ Ոչ թե սա օրենքի կիրառում է, այլ օրենքի չարաշահում։ Օրենքը չարաշահվում է հազարումի ձևերով, սա էլ ձևերից մեկն է։ Որ կա անմեղության կանխավարկած։ Եթե հանցագործությունը ապացուցված չէ, մինչև այդ մարդը անմեղ է համարվում, ոչ թե հակառակը։ Այսինքն պետք է ապացուցես, որ անմեղ ես, ոչ, դուք պետք է ապացուցեք, որ մարդը մեղավոր է։ Այսպես է օրենքը բոլոր երկրներում։ Իրավական գործընթացի բացակայություն է, տնտեսապես ճնշում, տնտեսական, քանի որ կարծեմ դրել են ինչ-որ բլոկ արգելափակում օգտագործելու իր ֆինանսական միջոցները, թե ինչպես պետք է մարդը ապրի, ինչով պետք է զբաղվի, ես չեմ հասկանում, թե դա ինչ մի նորություն է, որ առանց մարդուն կրիմինալ հանցագործ ճանաչելու նման սահմանափակումներ դնելը։ Սա պարզ քաղաքական արտահայտման սահմանափակում է եւ երբ նա սկսեց խոսել քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին եւ զբաղվեց այդ գործերով, հանկարծ անտեսանելի շղթաները ավելի ամրացան։ Սա ընդամենը մեկ սխալ չէ։ Սա մի համակարգ է, որտեղ խորհրդարանը, դատարանները, ոստիկանությունը, օլիգարխները գործում են որպես մի ամբողջություն։ Սա իսկապես կազմակերպված հանցախումբ է, լռեցնում են սպառնալիքներով եւ պաշտպանելով իշխանությունը։ Երբ որ օրենքը դառնում է զենք, արդարադատությունը զոհվում է։ Սա պարզապես անհատական արդարություն չէ, անարդարություն չէ, սա ազգային խայտառակություն է։ Պետք է պահանջել հաշվետվություն, թափանցիկություն եւ արդարություն։ Պետությունը չունի անսահմանափակ իրավունք։ Դա պետք է հասկանալ։ Մեկին տնային կալանքի տակ պահելու, եթե չկա պաշտոնական մեղադրանք։ Չկան հստակ ապացույցներ, որ կարդարացնեն այդ սահմանափակումները։ Ըստ ՀՀ օրենսդրության եւ միջազգային օրենքի, օրինակ մարդու իրավունքների կոնվենցիայի, չի կարելի մարդուն պահել անորոշ ժամկետով առանց մեղադրանքների եւ ապացույցների։ Դա մեկ քննչական գործընթացը ձգձգել առանց հիմնավոր պատճառի եւ անմեղության կանխավարկածը ոտնահարել։ Ազատության իրավունքների խախտումը ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից առանց արդար իրավական հիմքի։ Մինչև մեղքը ապացուցված չէ, դատարանում մարդը համարվում է անմեղ եւ պետությունը պարտավոր է մեղադրանք ներկայացնել կամ ազատ արձակել։ Եթե ոչ, դրա հակառակ ամեն ինչ իրավունքների խախտում է։ Պարզ ասած, եթե 1 տարի անց որևիցե ապացույց չկա, պետությունը այլևս իրավական, բարոյական իրավունք չունի մարդուն պահելու Արտակ Սարգսյանին տնային կալանքի տակ։ Սա կամայական կալանավորում է եւ այն պետք է դադարեցվի։ Ես դիտեցի տեսանյութը, որտեղ երբ որ նրանց բերման էին ենթարկում շատ կոպիտ ձևով, գետնին պառկեցնելով եւ ուժ կիրառելով։ Երբ որ չկար դիմադրություն
երբ որ չկար հստակ վտանգ կամ հաստատ համոզվածություն, որ ունեն զենք, սա ուղղակի ուժի չարաշահում էր։ Սա նաև մարդու արժանապատվության խախտում է, մարդուն ասֆալտի վրա, գետնի վրա դրսում, դեմքով պառկեցնելով, սա ոչ մարդկային նվաստացուցիչ վերաբերմունք է, ինչը խախտում է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը։ Սա նաև իշխանության չարաշահում է և ծառայողական անփութություն։ Եթե այդ գործողությունները կատարվել են առանց օրենքով սահմանված ձերբակալման որոշման կամ առանց հիմնավոր կասկածների, ես չգիտեմ, թե իրենց ներկայացվել է դատավորի այդ ձերբակալման հրամանը, թե ոչ, մանրամասներին ափսոս ծանոթ չեմ, դա պետք է իրեն հարցվի, ապա դրանք կարող են համարվել ոստիկանական լիազորությունների չարաշահում կամ ապօրինի ձերբակալություն, որոնք պատժելի են Հայաստանի քրեական օրենսգրքով։ Ինչ պետք է կիրառվի ոստիկանների նկատմամբ նման վերաբերմունք ցուցադրելու Հայաստանի քաղաքացիների և ցանկացած քաղաքացիների, որ երկրի որ լինի, հանդեպ։ Եթե տեղի է ունենում քննություն, տեղի ունենա և մեղքը հաստատվի, ապա նրանք կարող են ենթարկվել հետևյալին՝ ծառայողական պատասխանատվության, աշխատանքից ժամանակավոր հեռացման կամ լիակատար ազատման։ Բայց իհարկե դեմոկրատական կարգին երկրներում, ոչ թե Հայաստանի պես երկրներում։ Եվ այդ ոստիկանները նաև պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, անօրինական ուժի կիրառման և խոշտանգման։ Քաղաքացիական հայցեր տուժածանձը կարող է պահանջել փոխհատուցում ֆիզիկական և հոգեբանական վնասի համար։ Սա Արտակ Սարգսյանին եմ իրավունքների պաշտպանի գրասենյակը, Եվրոպական դատարանը, մարդու իրավունքների կառույցները, այս բոլոր հիմնարկներին պետք է դիմել և խոսել այս մասին, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում և մինչև օրս չկան ապացույցներ, չկա դատավարություն, կա միայն մարդու ազատությունը, սահմանափակված է ինչ-որ անհեթեթ պատճառներով, որոնք միայն օդի մեջ են վերացական։ Ծախված մամուլը, մեդիաները չեն արձագանքում նման բաներին, շատ քիչ են եղել 1 կամ 2 երևի հայտարարություն, թռուցիկ և անցել գնացել է։ Եթե այսպես շարունակենք չբարձրաձայնել, լռել ամեն ինչի հանդեպ, հիշում եք, որ հրեաներին, որ սկսեցին Գերմանիայում բանտարկել և այլելացնել կոնցլագերները, կային մարդիկ ասում էին, ես հրեա չեմ, պրոֆմիություններին էին ձերբակալում, ասեցին, մենք պրոֆմիության անդամ չենք և այլը, այս կամ այն գրուպաներին ձերբակալում էին, ասում էին, մեզ դա չի վերաբերվելու, բայց երբ հերթը հասավ իրենց, արդեն ոչ ոք չկար, որ իրենց կողք կանգներ։ Սա վերաբերվում է բոլորիս, որովհետև ինչքան լռում ենք, ինչքան կարծում ենք դա ուրիշի պրոբլեմն է, մեզ չի վերաբերվում, դա գալիս է մեր դուռը, մեր տունը, թակում մեր դուռը։ Այսպես կարող են վարվել յուրաքանչյուր բոլորից հետ, կարող են այսպես անել բոլորի հետ, ինչպես տեսակ արեցին Վարդանի հետ, և ցուցակը կարող է գնալով ավելանալ։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նման բռնությունների ենթարկվել կառավարության դեմ խոսալու համար կամ շինծու մեղադրանքներով։ Սա արդեն դառնում է իրենց ստեղծած նորաձևությունը և սա պետք է կանգ առնի։ Մենք չպիտի հանդուրժենք և թույլ տանք, որ երկիրը դառնա բռնապետություն, բռնակալը անի ինչ որ ցանկանա իր քեֆին համաձայն։ Ես
Իմ տպավորությունը Արտակ Սարգսյանի մասին ասեմ, որ այնպիսի տպավորություն ունեմ, որ նա համեստ մարդ է, մեծ աշխատանքային փորձով արտերկրում եւ իր կուսակցության գաղափարները, իր մտորումները եւ նպատակները հայրենասիրական են, որպես անձ չեմ ճանաչում եւ չգիտեմ նրա կողմնակիցներն ովքեր են, կուսակցության անդամներն ովքեր են, նրա այսպես ասած կանդիդատների կադրերի ընտրությունը ինչպես է կատարվում, ովքեր են, շատ մանրամասների ծանոթ չեմ, բայց գաղափարներին ծանոթ եմ։ Օրինակ գիտեմ, որ նա նպատակ ունի ամեն ազգայինը ետ բերելու, ազգային տրադիցիաները ետ բերելու, մեր հայ իդենտիֆիկացիան, հայի իսկական հայ լինելը նորից վերագտնելու եւ ռեսուրսային, հանգամ մշակութային, հանքային ռեսուրսները պետականացնելու եւ ժողովրդին դրա այսպես ասած տոկոսների շահույթից մի մասը ժողովրդին տրամադրելու, ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Նաև պետք է նշեմ ամենակարևորը, որ նա ունի ծրագրեր, ծրագրերին խորը ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ նա ուզում է ստեղծել շատ ռազմականացված զոր պետություն եւ զինել նույնիսկ ստեղծել ռազմական մինիստրություն, որը կկանխարգելի պատերազմները, ոչ թե կսպասի վերջին րոպեին արձագանքելու։ Եվ գիտեմ, որ նա չի ցանկանում հայի արյուն թափվի եւ ուզում է, որ այդ պատերազմում, եթե պետք լինի, կռվելը բերի ինչ-որ վարձկան գրուպաներ, որոնք պրոֆեսիոնալ են եւ հաղթանակը ապահովված կլինի առանց հայի արյուն թափվելու։ Այսքանը գիտեմ եւ դա ողջունելի է։ Մի խոսքով, եթե ավելի, ես չգիտեմ, թե իր ծրագրերի մեջ դրանք այդ ամենը նշված են եւ շատ այլ հարցեր, գիտեմ, որ շատ վնասակար բաներ առողջության մասին, սննդի եւ այլը, որոնք կատարվում են հիմա, դրանց դեմ է եւ ցանկանում է այդ բնակավարները եւս բարելավել։ Մի խոսքով, եթե իհարկե խոստումներին հավատարիմ մնա եւ իրոք դեպի դրանց ընթանա, դրանց կատարմանը ընթանա, իհարկե ողջունելի է, բայց հարկավոր է իրեն ավելի մոտիկից ծանոթանալ, որպեսզի ավելի խորը բնութագրել թե իր ծրագրերը, թե իրեն որպես անձ եւ տեսնել նրա մատչելիությունը, համապատասխանությունը երկրի ղեկին։ Մոտավորապես ասեմ, որ մինչև հիմա ինչ իմացել եմ միայն դրական է եւ կարիք կա մի քիչ ավելի խորը ուսումնասիրելու եւ ուշադրություն դարձնելու այս անհատին եւ կարծում եմ, որ եթե այսօրվա իշխանությունը վախ չունենար նրանից եւ նա էլ լիներ իրենցից մեկը, իրենց նմանակը, չէին ձերբակալի իրենց վախից, չէին արգելի այս կամ այն բաները եւ այսպես ասած չէին դնի գերան իր սայլի դիմաց արգելափակելու, կանգնեցնելու, խոչընդոտելու, ինչպես որ Վարդանին են անում մի այլ ձևով։ Այստեղ այս դեպքում ուղղակի նրանք չունեն ապացույցներ, շինծու մեղադրանքներ չեն կարողանում սարքել, որովհետև Հայաստանում չի եղել եւ չեն կարողանում այս մեղադրանքները հորինել։ Հիմա այս մարդը մինչև երբ պետք է 5 տարի, 10 տարի նստի սպասի տնային կալանքի մեջ առանց մուտքի դեպի իր իսկ միջոցները, որպեսզի կարողանա իշխանությունը
քննիչները մի բան հորինեն, մի բան սարքեն, այն էլ հարց է կարողանան թե չէ, սա ինչ արդարադատություն է, սա ինչ վերաբերմունք է մարդկանց հանդեպ։ Իհարկե սա բարկացնում է և անհանդուրժելի է։ Յուրաքանչյուրս կարող ենք նման բռնությունների ենթարկվել, կարող ենք դառնալ զոհը իշխանության կամ այականությունների, որին ես դեմ եմ։ Հիմա հարցը այն չէ, թե լավ մարդ է, վատ մարդ է, դուր է գալիս, ձեզ դուր չի գալիս, այստեղ խոսքը գնում է անարդար վերաբերմունքի հանդեպ, որը իրականացնում են մեր Հայաստանի ողորմելի իշխանությունները։ Դրա համար ցանկացա արձագանքել այս հարցի շուրջ և տալ ձեզ մտորումների առիթ այս հարցի ևս վերաբերյալ։ Մնացած քաղաքական բանտարկյալների գործերին կարող եմ ծանոթանալ և արձագանքել։ Արդարությունը դա սակարկելի չէ։ Արդարադատությունը պետք է տիրի մի երկրում, որը որ ցանկանում է ունենալ ապագա, եթե ոչ, ապա ժողովրդի յուրաքանչյուր անդամ պոտենցիալ հանցագործ է և կարող է բռնության ենթարկվել։ Առայժմս այսքանը, ցտեսություն։